Ուժեղ Հայաստանի վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է։ Այս մասին կուսակցության շնորհանդեսի ժամանակ հայտարարել է մեր ձևով շարժման համակարգող խորհրդի ղեկավար Նարեկ Կարապետյանը։ Քաղաքական ուժը նշում է, ընտրություններից 20 օր անց Ազգային ժողովի առաջին նիստում հանդես կգանք համապատասխան օրենսդրական փոփոխությամբ, падգամավորների 2/3 նախաձեռնությամբ, Սահմանադրության 148-րդ հոդվածի փոփոխությամբ Սամվել Կարապետյանը կկարողանա լինել Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Հայաստանի Հանրապետության տարածքի բռնազավթված մասը խաղաղ վերադարձվելու է մեզ։ Այս մասին Ուժեղ Հայաստան կուսակցության շնորհանդեսի ժամանակ ասել է մեր ձևով շարժման համակարգող խորհրդի ղեկավար Նարեկ Կարապետյանը։ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքը վերացվել է։ Նրա նկատմամբ կիրառվել է տնային կալանք։ Այս մասին հայտնում է փաստաբան Արա Զոհրաբյանը։ Փաշինյանի խոսքերը կարող են օգտագործվել ոչ միայն եկեղեցու, այլև ընդհանրապես ազգի դեմ։ Փաստինֆոյի հետ զրույցում ասել է Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վրդանես Քահանա Բադալյանը, նշելով, որ հակահայ ուժերը կարող են պահանջել աշխարհում սփռված թեմերի գույքը բռնագանձել։ Դատարանը հրաժարվեց վերացնել կարգալույց հռչակված նախկին եպիսկոպոս Արման Սարոյանն ընդդեմ Հայաստանի Առաքելական Սուրբ եկեղեցու գործով հայցի ապահովումը։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքս համակարգից։ Վերջերս 4 գերիների վերադարձի հարցում Հայաստանի Հանրապետության իշխանությունների դերակատարությունը չկար։ Նրանք նույնիսկ տեղյակ չէին, ինչպես տեղյակ չէին Արցախից Հայաստան եկած 11 հայերի մասին։ Այս մասին Փաստինֆոյի հետ զրույցում ասաց Արցախի ազգային ժողովի падգամավոր Մետաքսե Հակոբյանը։ Ադրբեջանական գերությունից վերադարձած Վագիվ Խաչատրյանին տեղափոխել են Երևանի Նորբ Մարաշ սրտաբանական կենտրոն։ Փաստինֆոյի հետ զրույցում նրա դուստրը տեղեկացրեց, որ նա կրկին կվիրահատվի։ Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը Գոռ Համբարձումյանը կալանավորվել է։ Այս մասին Փաստինֆոն տեղեկացավ դատախազությունից։ Վաղարշաբաթում 3 ձերբակալված ընդդիմադիր դաշինքի 6 անդամներն ու աջակիցները չեն կալանավորվել։ Նրանց նկատմամբ խափանման միջոց է կիրառվել՝ տնային կալանք, գրավ եւ բացակայելու արգելք։